Բարի ուշ երեկո։ Սահմանադրական դատարանը այսօր որոշում կայացրեց, որը շատ սպասելի էր։ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի ընտրությունների արդյունքների մասին կայացրած որոշումը։ Կարծում եմ բոլոր adekvat մարդիկ սպասում էին, որ հենց այդպես է լինելու է։ Եվ ի պատասխան իրենց ընդդիմադիր հռչակած մի քանի ուժեր հայտարարություն են տարածել, որին էլ ցանկանում եմ անդրադառնալ։ Նախ մինչև հայտարարության անդրադառնալը եկեք հիշենք, թե ինչ էր խոստացել ընդդիմությունը։ Ուժեղ Հայաստանը խոստացել էր իշխանափոխություն եւ մենք հիշում ենք, որ Սամվել Կարապետյանը գրեթե ամենօրյա կտրվածքով հայտարարում էր, որ հունիսի 8-ին ինքն է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա այդպես չեղավ։ Այնուհետև հիշում ենք, որ ընտրությունների օրը քվեարկության ավարտից անմիջապես հետո կարելի է ասել ժամը 2-ի կողմերը գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԿՊ-ն հաղթել է։ Նաև հիշում ենք, որ ԿԸՀ-ն դադար տվեց քվեաթերթիկների հաշվարկը, նաև հիշում ենք, թե ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անբավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները, ինչի արդյունքում փաստացի ԲՀԿ-ն չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։ Եվ այս ամենից հետո այն ընդդիմությունը, որը խոստացել էր իշխանափոխություն, իդեպ նշեմ, որ թե Հայաստան դաշինքը, թե Ուժեղ Հայաստանը հայտարարում են, որ եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, ապա նրանք խոստանում են հետընտրական զարգացումներ։ Փաստացի հետընտրական մեկ զարգացում տեղի ունեցավ, դա Սահմանադրական դատարան դիմելն էր, եւ գրեթե 1 ամիս ընդդիմությունը սպասում էր ՍԴ որոշմանը, մեզ բոլորիս ասելով, որ դրանից հետո կհայտնեն իրենց գործողությունների մասին։ Հիմա մենք ինչ ունենք փաստացի, ընդդիմության դիրքորոշումից եմ ասում, ընդդիմությունը հայտարարում է, որ մենք ունենք կեղծված ընտրություններ, ընդդիմությունը հավաքել է մոտ 500,000 ձայն, խոսքը միասնական ընդդիմության մասին է, ընդդիմությունը հայտարարում է, որ մեկ այլ ընդդիմադիր կուսակցությունից ԲՀԿ-ից ձայներ է գողացվել, ընդդիմությունը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանը ամբողջովին գտնվում է Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ, Եվ այս իրավիճակում այս ընդդիմադիր ուժերը տարածում են հետևյալ հայտարարությունը, հիմա կետ առ կետ կանդրադառնամ։ Սկսեմ կարդալ ամենասկզբից։ Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի այս որոշումը չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից։ Հարգելի ընդդիմադիր ուժեր, եթե դուք վերցնում եք մանդատները եւ գնում եք ազգային ժողով, կամ չեք գնում, եթե վերցնում եք մանդատները, այդ պահից սկսած այդ ազգային ժողովը կարող է համարվել լեգիտիմ։ Եվ եթե դուք հայտարարում եք, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, ընտրությունները ապօրինի են եղել, ապա դուք չպետք է վերցնեք մանդատները։ Սա արձանագրեցինք։ Անցնենք հաջորդ կետին։ Չի սրբագրում ընտրական կեղծիքները ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները եւ չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։ Հիշեցնեմ, որ արդեն մի քանի տարի է այս խորքային ճգնաժամերի մասին մենք լսում ենք ընդդիմության կողմից։ Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը։ Էլ չգիտեմ, ինչքան տեղ կա խորանալու։ Չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, համերաշխության մթնոլորտ հասկանում եք, այս գերպառակտված վիճակում, երբ բոլորը բոլորին թշնամի են համարում, այս մարդիկ խոսում են ինչ-որ համերաշխության մթնոլորտից։ Չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը եւ պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Այսինքն, ինչ պայքար է տեղափոխում, այդ պայքարը չկար քաղաքական դիմադրության դաշտում, նոր պետք է տեղափոխի։ Ուստի, առկա քաղաքական ճգնաժամի հաղթարման եւ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետեւյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության եւ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչի շուրջ, ինչ օրակարգի շուրջ են համախմբվել այս իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը։ Կետ առաջին։ Հայաստանի սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում։ Ուշադրություն, այսինքն այն ուժերը, որոնք հայտարարել էին եւ խոստացել էին իշխանափոխություն, այսօր առաջին կետում որպես օրակարգային նպատակ վերցրել են սահմանադրության փոփոխության կանխումը։
Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք, մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները թույլ չտալու համար մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։ Հարգելիներս, եթե դուք թույլ եք տվել, որպեսզի իշխանությունը ընտրություն կեղծի, որպեսզի իշխանությունը ընդդիմադիր կուսակցությունից ձայներ գողանա, որպեսզի սահմանադրական դատարանը ձեր կողմից հայտարարված կեղծված ընտրությունների արդյունքները թողնի ուժի մեջ, ապա դուք ինչպես կարող եք թույլ չտալ, որ սահմանադրություն փոփոխեն։ Երկրորդ կետ. Հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն հաշվի առնելով եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։ Ես այստեղ ցանկանում եմ խնդրել ընդդիմությանը հանգիստ թողնել եկեղեցուն։ Ես վստահ եմ, եկեղեցին ինքն իրեն շատ ավելի լավ կպաշտպանի եւ իր շահերը շատ ավելի հաջող կերպով առաջ կտանի, քան եթե դուք որոշեք օգնել եկեղեցուն։ Մի օգնեք, ուղղակի մի օգնեք, ոչինչ մի արեք։ Ես վստահ եմ, որ եկեղեցին ինքն իր հարցերը ավելի ճիշտ եւ ավելի գրագետ ու արդյունավետ ձևով կարող է լուծել։ Փորձը ցույց է տվել, որ բոլոր այն պայքարները, բոլոր այն նպատակները, որոնք դուք եք դնում ձեր առջև, պսակվում են ձախ հողմամբ։ Երրորդ կետ. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացների զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։ Տեսեք, քաղբանտարկյալների հարցը բավականին երկար ժամանակ է կա Հայաստանում եւ այս ամբողջ ընթացքում ընդդիմությանը չի հաջողվել գոնե մեկ բանտարկյալի մասով ստանալ ճանաչում միջազգային, ինչ որ մի երկիր հայտարարի, որ այս մարդը քաղբանտարկյալ է։ Հիմա, եթե դուք այս ոլորտում ցանկանում եք պայքար մղել, ապա կարող եք ներգրավել միջազգային իրավաբանների, շատ տարբեր միջազգային կառույցների հետ փորձեք աշխատել։ Խնդիրը գիտեք որն է, որ այնպիսի հարուստ ընդդիմություն, ինչպիսին այսօր մենք ունենք, Հայաստանում երբեք չի եղել։ Այսինքն ունենալով այդքան ռեսուրսներ, դուք հանգիստ կարող եք մի նեյտրալ բանտարկյալի վերցնել, նրա кейսը փորձել միջազգային տարբեր ատյաններում առաջ մղել եւ տարբեր ձևերով, օրինական իհարկե, հասնել նրան, որ գոնե այդ մեկ բանտարկյալը ճանաչվեր քաղբանտարկյալ, ինչը դուք չեք արել։ Իսկ եթե դուք ընդհանրապես պահանջելու եք ազատ արձակել, կարող եք շարունակել պահանջել տարիներ շարունակ, այդ պահանջը կա, շատ տարբեր ուժեր դա անում են, Facebook-ում ստատուսներ են գրում, հարցազրույցներ են տալիս այդ մասին, բայց դրանից ցավոք մարդիկ ավելի քիչ չեն գնում բանտ եւ բանտում եղած մարդիկ էլ չեն ազատվում։ Եվ ուշադրություն, վերջին 4-րդ կետում նոր այս ընդդիմադիր ուժերը գրում են. գործող իշխանության հեռացում։ Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումը այլընտրանք չունեցող հրամայական է։ Այսինքն մինչև սահմանադրական դատարանը պարզ չէր իրենց համար։ Պետք էր ՍԴ-ի որոշումը լիներ, հետո նոր հասկանային, որ այլընտրանք չունեցող հրամայական է։ Հասկացան։ Ուստի իշխանափոխությունը եւ նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման եւ անվտանգության ապահովման միակ նախապայմանը։ Բրավո, շատ սիրուն ձևակերպել եք, ապրեք, ես վստահ եմ, որ դա ձեզ մոտ չի ստացվելու եւ ինչու եմ վստահ դրանում, տեսեք, ես կարծում եմ, որ այս ընդդիմությունը երկու տարբերակ կա։ Առաջին կամ համագործակցում է իշխանության հետ, այսինքն գտնվում է նույն օրակարգի մեջ եւ այս պայքարի իմիտացիան զուտ նրա համար է, որպեսզի ընդդիմադիր դաշտում ի հայտ չգան իրական ընդդիմադիր ուժեր։ Եվ երկրորդ, այս մարդիկ չափից շատ
շատ մեծամիտ են, այսինքն իրենք կարծում են, որ իրենք իրականում այն միակ ուժն են, որը ունակ է որևէ փոփոխություն անելու, այնինչ իրականում նրանք չբերեն։ Ես այստեղ մի համեմատություն կանեմ, պատկերացրեք շատ հարուստ մարդ ունենում է մի աղջիկ, ով չբեր է, եւ ամեն անգամ տարբեր տղաների հետ է նրան ամուսնացնում, ամեն անգամ այդ տղաներին է մեղադրում երեխա չծնվելու մեջ եւ հերթական անգամ, երբ որ արդեն փորձում են նրան ամուսնացնել մեկ այլ տղայի հետ, արդեն բոլորի համար ակնհայտ է, որ խնդիրը աղջկա մեջ է, չբեր է այս աղջիկը։ Բայց այս մարդը նորից փող է տալիս, փորձում է համոզել, որ խնդիրը իր աղջկա հետ չի։ Հիմա մեր ընդդիմությունն է։ Ամեն անգամ ինչ որ տարբեր պատճառներ են բերում, ինչու չստացվեց, ինչը խանգարեց, մի անգամ ժողովուրդներ քիչ, մի անգամ ժողովուրդը եկավ, բայց ինչ որ դրսից չէին զանգել, դաբրո չկար, այսպես ասած, մյուս անգամ դե ժողովուրդը եկավ, բայց ավելի շատ գնաց Նիկոլին ընտրեց, եւ այսպես շարունակ, եւ հավերժական պայքարի իմիտացիայի փուլի մեջ ենք մենք մտել, որից չեն կարող դուրս գալ այնքան ժամանակ, քանի այս ընդդիմությունը չի ընկալում եւ չի հասկանում, որ փողի շուրջ անհնար է ուղղակի համախմբել մարդկանց։ Եվ հայտարարության վերջում մեր ընդդիմադիր դիրքավորված ուժերը գրում են. ուստի սիրելի քաղաքացիներ, Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր, ավելի համակարգված, ինստիտուցիոնալ եւ լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։ Այս հայտարարությունը տարածում են ուժեր, որոնք ամենօրյա կտրվածքով մեզ ասում էին, որ 300,000 ադրբեջանցիներ են հեսա գալու, վիճակը օրհասական է, ժամանակ չկա, մի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ իշխանության, հիշում ենք այս ամբողջ հայտարարությունները։ Այնուհետև շարունակում են. վերոնշյալ կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, քննարկում են դեռ, թե ինչ պետք է անեն։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։ Սա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ գնացեք հանգստանալու, մենք էլ գնանք հանգստանալու, հոգնեցինք արդեն արդարանալուց եւ մարդկանց խաբելուց, գնանք մի քիչ հանգստանանք, մինչեւ տեսնենք սեպտեմբերին ինչ է լինելու։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, մինչ այս պահը ես իհարկե չեմ լսել որևէ հիմնավորում, թե ինչի համար են վերցնելու, որ ինչ անեն, ինչ ճանապարհային քարտեզ ունեն, այս հայտարարությամբ պարզ դարձավ, որ չունեն, քանի որ դեռ քննարկում են անելիքները։ Նշեմ, որ այս հայտարարության տակ ստորագրել են Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական Բևեռ համահայկական կուսակցությունը։ Որևէ բան չեմ ցանկանում ասել այս կուսակցություններից որևէ մեկին, ես դեռ հույս ունեմ, որ նրանք վերջապես կհասկանան, կգիտակցեն, որ իրենք պետք է լինեն համազգային միասնության ընդամենը մի մասնիկը։ Այս ուժերից որևէ մեկը եւ բոլորը միասին չեն կարող լինել այն միասնական ճակատը, որի շուրջ կհամախմբվի հայ ազգը։ Չեն կարող, քանի որ իրենց բոլոր պայքարները միշտ ձախողվել են, փորձը ցույց է տվել, որ այն ինչի համար նրանք պայքարում են, ոչ միայն չի ստացվում, այլ իշխանությունը կարողանում է անել հենց այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Այսօր այսքանը, լավ եղեք։